Տաուսե Մալակը եզդիական կրոնում ամենամեծ հրեշտակն է, բոլոր հրեշտակների գլխավորը, սիրամարգի տեսքով։ Նրան միշտ շրջապատում են տարբեր առաքելություն ունեցող հրեշտակներ։ Ահա այս հավատալիքային մոտեցումն է, որ մղեց գործարար եւ բարերար ազգությամբ եզդի Միրզա Սոլոյանին նախաձեռնելու Տաուսե Մալակի տաճարի կառուցումը։ 2015 թվականի ապրիլի 22-ին համայն աշխարհի եզդիների հոգևոր առաջնորդ Նորին Սուրբ Մեծություն Միրա Միրե Թասբին բեկի գլխավորությամբ տեղի ունեցավ տաճարի հիմնարկեքը։ Իդեպ մի ուշագրավ փաստ աշխարհում Իրաքից հետո Հայաստանը երկրորդ երկիրն է, որը սիրով թույլատրեց եզդի ժողովրդին իր սրբատեղին կառուցել Հայաստանում։ Եզդիների ազգային նոր տարին ձմռանը չէ, այլ գարնանը եւ շարժական է։ Այն կոչվում է Մալակե Թաուսի տոն։ Ըստ եզդիական հավատալիքների Աստված տիեզերքը ստեղծել է Մալակ Թավուսի օգնությամբ, նրա հետ միասին, իսկ եզդիական որոշ բանավոր լեգենդներում նա է անմիջապես հանդես գալիս որպես արարիչ։ Տոնը Հայաստանում նշելու համար Տաուսե Մալակի տաճարում հավաքվել էին Հայաստանի եւ նրա սահմաններից դուրս ապրող եզդի համայնքի ներկայացուցիչները։ Այսօր մեր Մալակե Թաուսի տոնն է, սաղսել են գալիս են ժողովուրդը ընտանիքով, ինչ նպատակներ ունենք, այսի մեր գարնան ամենամեծ տոնն է, սաղի տոնը ես շնորհավորում եմ, դուք էլ բարով եք եկել, մենք իրար այսօր ուրախ տոնին հանդիպան, շատ տեսանք, շատ բարով, հազար բարի եկել։ Հայ ու եզդի ժողովուրդների միջև բարեկամությունը դարերի պատմություն ունի, ինչը շատ բարձր է գնահատում եզդի ժողովուրդը։ Շատ է թիրախավորում եզդի համայնքը ու դրա դեմ միակ պայքարը կլինի նրանում, որ հայ եւ եզդի ժողովուրդները շարունակեն իրենց բարեկամական կապը, որը եկել է դարերի խորքից։ Ու շատ մեծ նշանակություն ունի մեր համար հայերի հետ բարեկամական կապը։ Եզդին ինչպես է իրեն զգում այսօր Հայաստանում։ Եզդին Հայաստանում իրեն զգում է ինչպես իր հայրենիքում, ճիշտ է մեր բուն հայրենիքը այստեղ չէ, բայց մենք ծնվել եւ մեծացել ենք այստեղ, մեր հայրենիքն էլ սա է։ Եզդիներին շնորհավորելու են եկել նաև համահայկական ճակատի շարժման ու կուսակցության ներկայացուցիչները։ Կուսակցությունն ակտիվ համագործակցում է եզդի համայնքի հետ։ Շնորհավորում եմ եզդի մեր եղբայրներին եւ քույրերին իրենց զատիկի կապակցությամբ։ Երկրորդ հերթին մենք դարավոր բարեկամներ ենք։ Մենք ապրում ենք մի հողի վրա, մենք ապրում ենք մի հայրենիքում, որտեղ մենք եզդի եղբայրների հետ մեր լավ եւ վատ օրերը անցկացրել ենք կողք կողքի։ Մենք բոլոր դիմակայությունները հակառակորդների հետ եզդի համայնքը ակտիվ մասնակցել է մեր երկրի համար, մեր պահպանության համար։ Դրա համար մենք սերտ հարաբերությունների մեջ ենք, համահայկական ճակատ շարժումն ու կուսակցությունը եզդի համայնքի հետ շատ սերտ հարաբերությունների մեջ է։ Նաև մենք ունենք եզդի համայնքի ներկայացուցիչներ համ կուսակցությունում, համ շարժումում։ Շնորհակալ ենք եզդի համայնքից, իրանց աջակից լինելու համար, իրանց ակտիվ մասնակցությունների համար։ Սա էլ երրորդ մեծ տոնն է իրանց համայնքի, որ մենք հրավիրված ենք լինում իրանց կողմից մասնակցելու իրանց առիթներին։ Վարդանյանի խոսքով համահայկական ճակատը շարունակելու է ակտիվ համագործակցել ու լինել եզդի եղբայրների կողքին, մի օր ունենալով բոլորի երազած հայրենիքը։ Տոնի ժամանակ ընթերցվեց նաև համահայկական ճակատ շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանի շնորհավորական ուղերձը ուղղված եզդի ժողովրդին։ Համահայկական ճակատ շարժման եւ անձամբ իմ անունից շնորհավորում եմ մեր եղբայրական ազգին այս սուրբ տոնի առիթով։ Մաղթում եմ անսպառ ուժ ու կորով եւ ամենայն բարիք։ Սա հրաշալի առիթ է եւս մեկ անգամ հիշելու եւ պատվելու բոլոր եզդի քաջորդիներին, ովքեր հայկական ազատագրական պատերազմին իրենց մասնակցությունն են ունեցել, ինչպես նաեւ իրենց կյանքը զոհաբերել են հանուն անկախության գաղափարի։ Փառք ու պատիվ մեր քաջարի եզդի եղբայրներին։ Եվս մեկ անգամ շնորհավորում եմ համահայկական ճակատ շարժման առաջնորդ գեներալ-մայոր Արշակ Կարապետյան, եկեք ջերմ ծափահարենք նրան։ Այսօր մենք նշում ենք մեր զատիկը, Մալակե Թաուսի տոնը։ Շնորհակալություն եմ հայտնում համահայկական ճակատ շարժման անդամներին։ Մեր հայ եղբայրները միշտ մեր կողքին են եղել, համահայկական ճակատ շարժման անդամները ու կուսակցությունները նույնս
այստեղ ներկան եղել։ Համահայկական շարժման անդամ Աննա Ղուկասյանի դիտարկմամբ էլ իրենք չէին կարող չմասնակցել այս միջոցառմանը, քանի որ կարևորում են հայ ու եզդի ժողովուրդների բարեկամությունը։ Մասնավորաբար Արցախյան պատերազմում եզդի ժողովրդի ներկայացուցիչները հայերի հետ ուսուսի կռվել են հանուն հայկական Արցախի ազատագրման։ Ես ուզում եմ պատիվ եւ խոնարհում ասել նաեւ հիշենք ապրիլյան քարորյա պատերազմի հերոսներից Քարամ Սլոյանին, ով նաեւ 116 դիրքի հերոսներից մեկն էր, որ մինչեւ վերջ պահեց դիրքը մյուս 3 ընկերների հետ միասին։ Ես իմ պատիվն ու խոնարհումն եմ նաեւ ուզում խոնարհում եւ պատիվ Քարամ Սլոյանին եւ մյուս բոլոր քաջորդիներին, ովքեր հայերի հետ եղբայրաբար միասնաբար պատերազմին մասնակցել են եւ պայքարել են անկախության գաղափարի համար։ Եզդի ժողովուրդը ուրիշ ոչ մի երկրում իրեն այսքան հանգիստ ու ազատ չի զգացել, ինչպես Հայաստանում, ասում է Շեյխ Դոսոն։ Շնորհավորում եմ բոլոր եզդիներին Էստոնի կապակցության եւ շնորհավորում եմ հայերին, զատիկն է, նրանք էլ են գույնս գույն ներկել եւ կանանչիով ճաշեր են պատրաստվել եւ նույնն էլ մերն է։ Մենք բոլորս էլ այստեղի Հայաստանի Հանրապետության բնակիչները, մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ ենք, մենք շատ ենք սիրում, հարգում մեր հայ ժողովրդին, մենք դարավոր խորքերից բարեկամներ ենք եղել, ընկերներ ենք եղել, քավորսանիկներ ենք եղել։ Հայ ժողովրդի կողմից եզդիների ջերմընդունելությունը Հայաստանում դեռ միջնադարից ու մինչ օրս պարտավորեցրել է եզդի ազգին ունենալու երախտագիտության զգացում։ Այս մասին ասում են հենց իրենք եզդիները։ Իսկ Ռոման Ավդալյանը մեծ զրույցում ասաց. Եզդի ժողովուրդը ամենադժվար պահին եղել է հայ ազգի կողքին, նրա հետ մարտնչելով բոլոր պատերազմներում։ Եկուս մեռնելու, բայց ապացուցել, որ ձեր հետ հարազատ ենք, մտերիմ ենք, եթե դուք մեզ տեղ եք տվել, մենք ապրում ենք միասին համատեղ, ուրեմն մենք էլ ենք պարտավոր ձեր հետ զոհվել։ Եվ ձևավորված խոսքերից մեկը հայ եզդիական բարեկամությունը բնորոշող ասում են, որտեղ հայը ուխտավոր, կողքին եզդին կամավոր։ Նարնե Ղուկասյան, Գուրգեն Աղաջանյան, Հայք Նյուզ լրատվական։